Մենք մուտքի դռան համար դեկոր և պսակ, սկզբից DVP-ի վրա կտրում ենք շրջան և ձիու կիսանդրին, չափսը ըստ ճաշակի ու դռան չափի նախընտրության, այնուհետև ներկում ենք ոսկեգույն, որովհետև մեզ մոտ դասարանի համար էի պատրաստելու, դասարանի հետ ավելի շատ համահունչ էր ոսկեգույնը, այնուհետև վերցնում ենք բնական եղևնու ճյուղեր կամ արհեստական, ինչ որ կունենաք ձեր ձեռքի տակ, անհրաժեշտ է նաև լինելու էմուլսիա կամ PVA սոսինց, որը մի փոքր լուծելու ենք ջրի մեջ, որպեսզի եղևնու բոլոր ճյուղերը թաթախենք դրա մեջ, որպեսզի ավելի ուշ թափվեն տերևները չորանալու արդյունքում և երկար վայելենք այս գեղեցկությունը, այնուհետև սկսում ենք ստեպլերով ամրացնել բոլոր ճյուղերը ձիու մազերի հատվածում, պատրաստում ենք կախելու համար անհրաժեշտ լենտը, եզրագծում ենք հետաքրքիր ծիսմայով ձիու ողջ եզրագիծը, ձևավորում ենք համապատասխան ձևով, այստեղ մասուր ենք ներկում ոսկեգույն և հետաքրքիր բույսերի դրսից հավաքված, դա նույնպես ներկում ենք ոսկեգույն և ավելացնում մեր եղևնու ճյուղերին, պատրաստում ենք գեղեցիկ բանտ, որը ևս ավելացնում ենք ըստ մեր ճաշակի այն հատվածում, որ ավելի նպատակահարմար է մեզ։ Կարող ենք օգտագործել ցանկացած դեկոր, համադրել ցանկացած գույն, կախված մեր տան ինտերիերի, մեր նախընտրության, մեր ճաշակի հետ։ Աչքերը որպես աչք օգտագործում ենք կոներ, որոնք էլի ներկում ենք ոսկեգույն և մազերի մեջ ևս օգտագործում ենք այս ներկած կոներից։ Դռան մյուս կողմում լինելու է պսակ, որը էլի պատրաստում ենք նույն սկզբունքով, ճյուղերը թաթախում ենք էմուլսիայի մեջ, հավաքում ենք պսակը, ավելացնում ենք համապատասխան դեկորներ։ Բավականին արագ է պատրաստվում, եթե նախապատրաստում ենք բոլոր նյութերը նախապես, արագ հավաքվում է և շատ գեղեցիկ տեսք է հաղորդում ամանորյա հենց մուտքից սկսած։ Ահա վերջնական տեսքը արդեն դասարանում փակցված, շատ գեղեցիկ է նաև մուտքի դռների համար։ Հուսով եմ կպատրաստեք, կիսվեք կարծիքներով գեղեցիկ է թե ոչ, հավանեցիք այս միտքը թե ոչ, շնորհակալություն։